Հարսնաձորի լեգենդը սերիալը հիմա մտել է իր ամենահուզիչ ու ամենախորքային փուլը, որտեղ արդեն ոչ միայն ինտրիգներն ու գաղտնիքներն են կարևոր, այլ նաև հերոսների ներքին փոփոխությունները։ Այն, ինչ սկզբում թվում էր պարզապես ընտանեկան դրամա, հիմա վերածվել է պատմության մեղքի, ներման, սիրո և փոխվելու մասին։ Վերջին սերիաներից արդեն ակնհայտ է, որ հանգուցալուծումը շատ մոտ է, սյուժեն այլևս չի բացում նոր մեծ գծեր, այլ սկսում է միավորել բոլոր պատմությունները, աստիճանաբար տանելով դեպի վերջնական բախումներ ու բացահայտումներ, և հենց այս փուլում հերոսների իրական դեմքերն են բացվում։ Սոնայի հղիության մասին արդեն բոլորը գիտեն, և այդ լուրը կարծես ամբողջությամբ փոխել է մթնոլորտը։ Եթե մինչ այդ նրա շուրջ միայն վախ ու վտանգ կար, հիմա պատմության մեջ հայտնվել է նաև հույսի շերտ։ Երեխան դարձել է ոչ միայն նոր կյանքի խորհրդանիշ, այլ նաև մի բան, որը կարող է փոխել մարդկանց։ Հատկապես հետաքրքիր է Նարեի և Հայկի գիծը, նրանք պատրաստվում են պարզել երեխայի սեռը, և այս փոքրիկ դրվագը շատ ջերմ է ընդհանուր ծանր մթնոլորտի մեջ։ Դա այն հազվագյուտ պահերից է, որտեղ հերոսները կարծես մի պահ մոռանում են բոլոր վտանգների մասին ու պարզապես ապրում մարդկային երջանկության ակնկալիքով։ Հեռուստադիտողների շրջանում արդեն ակտիվ քննարկումներ են սկսվել, որ երեխան տղա է լինելու, և շատերը նույնիսկ ենթադրում են, որ նրա անունը Աշոտ են դնելու։ Այս վարկածը պատահական չէ, քանի որ նրանք Աշոտ անվանելու են հենց Հայկի հոր պատվին։ Եթե իսկապես երեխան տղա լինի և այդ անունը ստանա, ապա դա կարող է դառնալ շատ զգացմունքային պահ, հատկապես հաշվի առնելով այն բոլոր կորուստներն ու դժվարությունները, որոնց միջով անցել են հերոսները։ Միևնույն ժամանակ շատ հետաքրքիր զարգացում է Սաքոյի այցը Լալայի մոտ։ Սա այն տեսարաներից է, որտեղ հանդիսատեսը սկսում է հասկանալ, որ կերպարը ներսից փոխվում է։ Սաքոն ամբողջ սերիալի ընթացքում եղել է շատ բարդ կերպար, նա և զոհ էր, և սխալներ գործած մարդ, և մեկնով հաճախ չէր հասկանում սեփական գործողությունների հետևանքները, բայց հիմա, երբ նա գալիս է Լալայի մոտ և առաջարկում իր օգնությունը երեխային գտնելու հարցում, դա պարզապես հերթական գործողություն չէ, դա ներքին փոփոխության նշան է։ Շատ հավանական է, որ Սաքոն իսկապես իրեն մեղավոր է զգում։ Նա տեսնում է, թե որքան ցավ է ապրել Լալան, որքան պայքարել է իր երեխայի համար, և գուցե առաջին անգամ հասկանում է, թե ինչ է նշանակում կորցնելու վտանգը։ Այստեղ շատ կարևոր է նաև այն փաստը, որ Լալան օգնեց Նարեին։ Սերիալը կարծես հատուկ ցույց է տալիս, որ բարությունը վերադառնում է։ Լալան, չնայած իր ցավերին, օգնեց ուրիշին, և հիմա Սաքոն փորձում է նույն կերպ պատասխանել։ Հնարավոր է հենց դա է պատճառը, որ նա փորձում է օգնել քրոջը։ Բայց այստեղ կա նաև ավելի խորը շերտ։ Սաքոն հավանաբար հասկանում է, որ այս ամբողջ ընթացքում շատ բան է կորցրել՝ վստահություն, ընտանիք, հանգստություն, ինքն իրեն։ Եվ հիմա նա կանգնած է մի ճանապարհի վրա, որտեղ կարող է կամ վերջնականապես կործանվել, կամ փորձել ուղղել իր սխալները։ Սերիալը շատ հետաքրքիր կերպով տանում է նրան դեպի փրկության գիծ։ Սա չի նշանակում, որ նրա բոլոր մեղքերը մոռացվելու են, բայց նշանակում է, որ նա վերջապես փորձում է անել մի բան ոչ թե իր, այլ ուրիշների համար։ Եվ հենց սա է դարձնում Սաքոյի կերպարն այդքան մարդկային։ Նա կատարյալ հերոս չէ, նա կոտրված մարդ է, ով փորձում է ուշացած հասկանալ, թե ինչն է իրականում կարևոր։ Լալայի գիծը շարունակում է մնալ սերիալի ամենահուզիչ հատվածներից մեկը։ Երեխայի անհետացումը նորից ամբողջությամբ կոտրում է նրան, բայց նույնիսկ այդ վիճակում նա շարունակում է պայքարել։ Շատ հետաքրքիր է, որ սերիալը մինչև հիմա կարծես միտումնավոր Լալայի շուրջ հավաքում է մարդկանց, ովքեր ինչ-որ կերպ կապված են նրա ցավի հետ։ Եվ գուցե հենց այդ համախմբվածությունն էլ դառնա այն ուժը, որը կօգնի գտնել երեխային։ Միևնույն ժամանակ Արմոյի ստվերը դեռ շարունակում է կախված մնալ պատմության վրա։ Նրա բացակայությունն ավելի ու ավելի կասկածելի է դառնում, և շատ հավանական է, որ հենց նա է կապված երեխայի անհետացման հետ։ Եթե դա իսկապես հաստատվի, ապա առաջիկա սերիաները կարող են դառնալ ամենամութ և ամենալարված հատվածները։ Բայց նույնիսկ այս մութ պատմության մեջ սերիալը պահպանում է իր գլխավոր գաղափարը՝ մարդիկ կարող են փոխվել։ Սաքոյի կերպարը դրա ամենամեծ օրինակն է։ Եթե սկզբում նա թվում էր կորած, թույլ և նույնիսկ վտանգավոր, հիմա նա կամաց-կամաց գնում է դեպի պատասխանատվություն։ Եվ հնարավոր է հենց նա լինի այն մարդը, ով վերջում ամենակարևոր քայլը կանի։ Հարսնաձորի լեգենդը հիմա արդեն ոչ միայն ինտրիգային սերիալ է, այլ նաև պատմություն մարդկային վերափոխման մասին։
Սոնայի ապագա երեխան, Նարեի ու Հայկի հույսերը, Լալայի պայքարը, Սաքոյի մեղքի զգացումը, Արմոյի մութ ներկայությունը, ամեն ինչ միավորվում է մեկ մեծ ավարտի մեջ, որն ամենայն հավանականությամբ լինելու է շատ հուզիչ, ծանր և երկար քննարկվող։ Դիտողներին հիմա մնում է միայն սպասել, թե ինչպես կգտնվի Լալայի երեխան, կկարողանա արդյոք Սաքոն քավել իր մեղքերը, թե իր կյանքով պատասխան կտա իր մեղքերի համար, կփոխվի արդյոք Արմոյի ճակատագիրը և արդյոք այս պատմության հերոսները վերջապես կգտնեն իրենց խաղաղությունը։ Իսկ մինչ կբացահայտվեն այս և այլ շատ հետաքրքիր գաղտնիքներ, չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու-բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալների, հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն։ Չմոռանաք նաև տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրել ձեր կարծիքը։ Ինչ եք կարծում, ինչ է սպասվում Սաքոյին։